Աննորի որտվելի ոգին սրպ ամեն, այր մեր որերգինս ես։ Սուրբ երեցյանուն քո, եղեսի արկայություն քո, եղեցին գամ քո, որպես երգինս և երգրի։ Ըս հաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, և թող մեզ բարդիս մեր, որպես և մեկ տոնք մեր սպարաբանած, և մի դաներս մեզի պորցություն, արպրգյազ մեզ ճարե, զիքոյ արկայություն և զորություն և պարք հավիտյանս ամեն։ Ոչուն քեզ Մարիամ, լիշնորոք դերընդ քեզ, օրտնյալ է ստվիգան այս, և օրտնյալ է բդո, որավայնի քո Հիսուս։ Սրպի Մարիամ, մայր ասծո, բարախոսի ավասն մեր մե ավրացս, այժմ և իժամու ահվան մերո ամեն։ Պարքոր և որդվոյ ոգվին սրպո, այժմ և շիվավիտյան սավդերից ամեն։ Տակուհի մասության աղոթի ավասն մեր, անհոր և որդվոյ ոգվին սրպո, ամեն։ Խնդրել էի, որ միջև 52 հարցում պատասխան կարտայիք և եթե հարցումներ ունեիք գրավոր ռապանդացի ցերկով վկրեիք, որ ինձ հարցնեք այսօր։ Արդյոք ոևէ մեկը գրեց, ոևէ հարցում ունեք։ Չկա, հարցում չկա։ Այսօր ես հետ կա, ես ռադիո Մարիամեն հարցումների պատասխան էի դալիս, on մի հարցում կար, որ Հիսուս ընդրեց առաքյալներին և Հիսուս ընդրեց ուտային։ Հիսուս ուտային որպես մատնիչ ընդրեց, գիտենալով, որ ինքը պիտի մատնե։ Ինչու Հիսուս ընդրեց։ Այս հարցումը բարձ գտվա, բայց բավականին խորն է և սա կապված նաև այդ յուքատի մեջ 51-րդ հարցումի հետ։ Դե ասած ինչու չարը ծույլ կտա։ Ուրեմն ամենեք առաջինը, որ պիտի ասեի, այն է, որ չմոռանանք Հիսուսի մեջը երկու գիտություն կա։ Մեկը մարդկային գիտությունն է, իսկ մյուսը աստվածայինը։ Աստվածայինը ամեն ինչ գիտի։ Մարդկայինը մեր գիտակցութենեն շատ ավելի է, բայց սահմանապակ է։ Այնպես որ որքանով Հիսուս գիտեր, որ այդ անձը իրեն պիտի դավաճանե, չեն գիտեր։ Սա կարևոր մի կետ է, բայց ավելի կարևոր կետը այն է, որ նույնիսկ եթե Հիսուս գիտենար, որ պիտի դավաճանե, Հիսուս կընդունի մեր դասությունը, այսինքն Հիսուս ուրիշ ցևով եթե առնելու լամ, պիտի ասեմ, որ Աստված, որ սուպերտությունը շատ լավ գիտեր, որ մարդը ստեղծելով, մարդը պիտի իմպոստանա, մեղ պիտի կործե, իրեն հակառակ պիտի լինի, ուրեմն հոն է հարցը, որ Աստված ինչու ստեղծեց։ Աստված կարող էր չստեղծել, և Աստված կարող էր մարդը ստեղծել այդպիսի մի կերպ, որ երբեք մեղ չկործե։ Բայց եթե մեղ չեր կրնար կործել, կնշանակե, որ ազատություն չուներ և եթե ազատություն չկա, սեր չկա։ Չպիտի կարողանանք մենք Աստծուն սիրել, այսօր ամեն սիրո հարաբերության մեջը
որքան կարևոր է չէ այդ ազատությունը սիրելու եւ հրաժարվելու սիրույց։ Ուրեմն մենք երբ որ մտածում ենք աշխարհի մասին, մենք կարող ենք սիրել մեկուն կամ սիրված զգալ մեկից երկար ժամանակ, բայց նաև որևէ մի ժամանակ այդ անձը կարող է ամեն ինչ փոխել։ Մենք էլ կարող ենք ամեն ինչ փոխել։ Սա է սերը եւ սա է սիրո ազատությունը։ Ուրեմն Աստված արդենք Հիսուս եւ իր աշակերտները կանչել։ Հիսուս կանչեց այդ 12 աշակերտները։ Եվ այդ 12 աշակերտները իր հետ քայլեցին։ Եվ ուտան եւս քայլեց Հիսուսի հետ։ Եվ ավասիկ մի բահ եղավ, որ հեռացավ Հիսուսից։ Եվ սա նաև մեզանից յուրաքանչյուրի պատմությունն է։ Մենք ընդունում ենք հետևել Հիսուսին, բայց տարբեր պատճառներով մեզանից յուրաքանչյուրը կարող է թողնել։ Եվ սա է ազատությունը։ Աստված մեզ ազատ թողնում է եւ հոս է հասկանալը, թե ինչ կնշանակե սիրել։ Սիրել կնշանակե ունենալ ազատություն, սիրելու կամ չսիրելու, անելու կամ չանելու։ Եվ միևնույն ժամանակ ինչ որ մեր գրոնկը, մեր եկեղեցին մեզ սովորեցնում է, այն է, որ Աստված այնքան մեծ է, որ ինքը կարող է ամենամեծ սխալից, ամենամեծ խնդիրից մեջտեղ լավ բամը բերել։ Եվ լադինական ծեսին մեջը ավակ ուրբաթ օրը, ավակ շաբաթ գիշերը, չափազանց գեղեցիկ մի երգեցողություն կա, որ սարգավակը կամ կանան պիտի երգե եւ հոն կովելեն հետո, ասած կովելուց հետո երկողը ասում է երանելի մեղքը, խոսելով Ադամի եւ Եվայի մեղքի մասին, ասում է երանելի այդ մեղքը, որով հետևանքով մենք ունեցանք այդպիսի հրաշալի մի բրգիչ։ Այսինքն Հիսուսի աշխարհ գալը եւ որքան որ Հիսուս մեռավ, բայց հարություն արավ եւ հավասիկ ամեն ինչ փոխվեց, ինչ որ սատանան նաեւ խաչին վրա, երբ որ Հիսուս մահանում էր խաչին վրա, սատանան կարծում էր, որ ինքը հաղթեց, վերջացավ, որովհետեւ սատանան հանգներ որ Հիսուսի պես շատերը եկան ու գնացին եւ հետքերնի չմնաց։ Եվ հիմա կարծում էր, որ նույնը պիտի լինի Հիսուսի հետ։ Բայց սա էր իրեն բարդությունը, սա էր Քրիստոսի հաղթանակը։ Ուրեմն ամեն սխալ Աստված այդ սխալը փոխում է, որովհետեւ կարող է փոխել եւ քեղեցիկ մի բան է շինում։ Սրա մասին ասկե 50 տարի առաջ էր, 50-55 տարի առաջ դեռ կանա չէի, ինձ բացատրվեց եւ ես այդ ժամանակ Հայաստանի մասին չափազանց քիչ տեղեկություն ունեի եւ Հայաստանի եւ Պարսկաստանի այս կողմերի մասին եւ հոստեղ ինչպես խալի աշխատում էին այդ կորքերը, որ աշխատում էին եւ ինձ բացատրում էին եւ բացատրողները անշուշտ հայեր չեն, եվրոպացիներ են, ասում էին, որ հոստեղը մանավանդ Պարսկաստանի մեջը վարպետը ունի 8-10 աղջիկներ, ովքեր
խալի ամեն մեկը ունի իր արջևը իր աշխատանքի պետք եղածը եւ վարպետը արջև են գնում գալիս է եդևեն մանավանդ աղջիկներ են որ աշխատում են որովհետեւ շատ փոքր մատներ պետք են հանգույցները շինելու համար եւ որքան շատ հանգույց լինի այնքան ավելի հարկի է այդ բան կորկը որ բան պատրաստվում է ուրեմն վարպետը գնում գալիս է ամեն մեկուն ասում է թե ինչ պիտի եւ դադեներ բադահում է որ սխալ լինում է սխալ երբ որ լինում է ինքը կարող է այդ սխալը հետ ծայրեն սկսել բայց ընդհանրապես վարպետը այն է որ կարողանա այդ սխալը այդպիսի ձևով ամբողջին մեջը ներառել որ սա լինի մի գեղեցկություն այսպես ինձ բացատրեցին ասկե 50 տարի առաջ եւ սա երկու մաս ուներ մեկ մասը որ այդ անձը վարպետ է եւ փոխում է սխալը վերածում է գեղեցկության սա նաեւ ինչ որ Աստված անում է իսկ մյուս կողմեն այդ աղջնակները որ աշխատում են իրենք տեսնում են միայն հանգույցները այդ գեղեցկությունը որ լինում է մյուս կողմում իրենք չեն տեսնում ինչպես նաեւ մենք մեր կյանքի բոլոր հանգույցները տեսնում ենք բայց գեղեցկությունը չենք տեսնում միայն երբ որ մենք լինենք Աստծո այդ հավիտենականության մեջը հոն է որ պիտի տեսնենք այդ գեղեցկությունը որ Աստված մեր բոլոր սխալները մեր բոլոր ցավերը այդ ամենը փոխեց գեղեցկացուց եւ սա պիտի լինի մեր փառքը հավիտենականության մեջ եւ որ այս ձևով կմտածենք բարձ է խոսիլը բայց հասկանալը այնքան էլ բարձ չէ միայն հավատք ուզե հավատքով է որ պիտի ընդունենք որ այո Աստված գիտի ինչ է անում եւ Աստված անում է ամեն ինչ իր փառքի համար անշուշտ բայց նաեւ մեր փառքի համար եւ ինչն է որ Աստված մեզանից խնդրում է որ մենք հավատանք իրեն ինչպես կհիշեմ մի վարտաբեդ երկարազին մեջը ասում էր որ երբ որ մենք երկինք երտանք Աստված իր շնորհակալությունը պիտի հայտնի մեզի որ մենք իրեն հավատացինք քիչ մը ուժեղ է չէ սեր Աստված շնորհակալություն պիտի հայտնի Գիշեմ ասկե մոտ 30 տարի առաջ էր ես Ավստրալիա 30-32 տարի առաջ էր Ավստրալիա ես ծառայում էի եւ մի ֆրանսիացի վարպետ եկավ եւ հետը ընկերություն ունեի եւ նաեւ ինքը ոնդեր համայնք ուներ եւ երբ որ ինքը արձակուրդի գերտար կխնդրեր որ ես ֆրանսերեն բادرակ մատուցեի իր համայնքի համար ժողովրդի համար անգամ եկավ եւ ասաց որ մի բան կդել է քրություն կդել է կսե Հիսուս տեսնում է որ մեկը քալիս է եւ մտնում է այս եկեցու մեջը որ չափազանց երկար ժամանակ է իվեր մարդ չմտած սարտոստայներ եւ ամեն տեսակ կանտված բաներ եկեցին մեջը եւ ավասիկ Հիսուս այդ անձին խոսում է եւ ասում է ես պիտի վերադառնամ հորսկով
Եվ հորս պիտի ասեմ, որ դերևս հավատը ամբողջությամբ չէ գորած աշխարհիս վրա։ Կան անցիկ, որ շարունակում են հավատալ, շատ չեն, բայց կան, որ հավատում են։ Սա միայն, այսինքն կրնանք որպես բան անեկդոտ տեսնել մի բան, որ անիմաստ տվայինք իր մեջը, բայց շատ խորն է, որ այո, Աստված շնորհակալություն պիտի հայտնե մեզ, որովհետև մենք շարունակում ենք վստահել իրեն, որովհետև հավատքը վերջիվերջո սա է։ Հավատքը ոչ թե ասել, որ Աստվածը ստեղծեց ամեն ինչը, սա գիտությունը կարող է մեզ բացատրել, բայց ինչ որ գիտությունը չի կարող մեզ ասել եւ մեզ բացատրել, որ Աստված ամեն ինչ շինեց սիրուց մղված եւ կատարյալ ազատությամբ։ Ոչ մեկ բարդականություն չուներ, բամը չի գար, որ ինքը իրենը ստիպեր, որ ինքը ստեղծեր ովևէ մի բան։ Ուրեմն այդ ամենը ինքը ստեղծեց գիտենալով հանդերձ, որ այսինքն ավելի շատ է ասել, որ գիտենալով հանդերձ, պիտի ասեի, որ ընդունելով ռիսկը, որ մարդիկ պիտի հեռանան իր մեն, եւ մարդիկ պիտի կարողանան իրեն ոչ ասել։ Դա հանցն առնելով, նաեւ մտածելով բոլոր նրանց մասին, ովքեր իրեն պիտի հետևին եւ պիտի աշխարհիս վրա աշխատեն, միլիարդավոր մարդիկ պիտի աշխատեն, որ այս աշխարհը ինչ որ Աստված սկիզբեն ցանկանում էր որ լինի, եւ որ Աստված ասեց Ադամին եւ Եվային, աջեցեք եւ դիրեցեք։ Այդ դիրեցեք բառը ոչ թե դերդիրական լինելն է, այլ աշխարհը ամբողջը հարաճ տանել։ Վերջերս մարդն մեկը ասում է, որ եթե մարդս նախք գործած չլիներ, աշխարհը հարաճ չպիտի երթար։ Ոչ սխալ մտածելակերպ է սա։ Աշխարհը առաջ պիտի երթար, եւ որ մարդս աշխատեր, եւ մարդս այդ ամենը պիտի աներ սիրով, եւ այդ ամենը պիտի իրականացներ Աստծո ծրագիրը, որը համար Աստված մեզ բոլորիս ստեղծած է։ Ուրեմն Աստված գիտակցաբար ստեղծեց մարդը եւ հնարավորություն տվեց մարդուն, որ ըմբոստանա, սիրե կամ չսիրե, ինչպես որ ինք ցանկանում է, որ անի։ Ուրեմն 52-53 հարցում պատասխանները ինչի մասին են։ 52-ն ինչ է երկինքը։ Որովհետև մենք մարդկային ենք, ապրում ենք ժամանակի մեջ, ապրում ենք տարածքի մեջ, մենք իսկապես դժվարություն ունենք հասկանալու ինչ է երկինքը։ Երկինքը վայր չէ։ Մանավանդ որ երբ որ գխոսենք, որ մարմինների հարություն պիտի առնենք, եթե այդ մարմինների հարությունը պիտի առնենք եւ ոնդեղ լինեն 90 կամ 100 միլիարդ մարդիկ կամ նույնիսկ շատ ավելի աշխարհիս վրա մենք պիտի լինենք նոր երկինք պիտի լինի, նոր երկիր պիտի լինի, այս ամենը ինչ է։ Այս մարդիկը անշուշտ մեկ բան որ գիտենք եւ
չենք հասկանալ, բայց կընդունենք, մենք պիտի մեր մարմինը, բայց մեր մարմինը, հարուցյալ մարմինը, այլևս կարիք պիտի չունենա այդ բոլոր կարիքները, որ մենք հիմա ունենք։ Ուդելը, խմելը, հանգստանալը, ցավը, այդ ամենը պիտի անհետանան։ Եվ որ գասենք, պիտի ապրենք, նաև, երբ որ գասենք ապրել այս աշխարհիս վրա, չենք կնար հասկանալ ապրել առանց ժամանակի, բայց երկնքի մեջ ժամանակը գոյություն չունի, ոչ ժամանակը գոյություն ունի, ոչ տարածքը գոյություն ունի։ Այդ երկուքը պիտի անհետանան։ Ուրեմն երկինքը այդ հարաբերությունն է, որ հարուցյալ մեր մարմինը պիտի ունենա, հարաբերություն, որը հիմնված է սիրո վրա, հիմնված է երջանկության վրա, ուրախության վրա, հավիտենական, այսինքն հավերժական չեմ ասել, որովհետև հավերժականը մի բան է, որ ժամանակի պետք ունի եւ շարունակվում է, բայց հավիտենականությունը այն չի։ Հավիտենականությունը ժամանակ չունի, առանց ժամանակի։ Ուրեմն գադեն կմտածենք եւ գսենք, որ մենք այդպեսի հարուցյալ մարմին ունենանք, որ պիտի կարողանանք երկինք երբանա արև երտալ եւ գալ։ Բայց արև երտալ եւ գալու համար նույնիսկ եթե չափազանց արագ լինի, ժամանակ կուզե եւ մենք ժամանակ պիտի ունենանք։ Մենք պիտի լինենք Աստծո հետ, ուր որ ասած է, մենք ալ պիտի լինենք իր հետ։ Քանի որ ասած ամեն տեղ, մենք ալ պիտի լինենք ամեն տեղ։ Ինչ հասկանանք, չենք կարող հասկանալ։ Միայն գավադանք եւ կընդունենք։ Կընդունենք, որ մենք պիտի ունենանք այդպիսի մի երջանկություն, որ չենք կարող ոչ իսկ երևակայել։ Եվ Սուրբ Պողոս ասում է, մարդուս աչքը չէ տեսած, ականջը չէ լսած, մտքին չէ անցած։ Այդ ինչ որ Աստված պատրաստել է մեզ համար, որովհետև չենք կարող։ Չենք կարող ովևէ մի կերպ մոդենալ այդ ամենին, միայն մեկ բան երկինքը երջանկություն է, եւ մենք պիտի լինենք այդ երջանկության մեջ, եւ այդ երջանկությունը ինչ է, այդ երջանկությունը Աստված ինքն է, մեր հարաբերությունը Աստծո հետ, ավասիկ սա է մեր երջանկությունը, մեր միությունը Աստծո հետ, եւ այս աշխարհիս վրա մենք ամենե ուժեղ միությունը, որ կարող ենք մտածել, մտածում ենք ամուսնության միությունը։ Եվ սրա համար եկեղեցին մեզ սովորեցնում է, Հիսուս մեզ սովորեցնում է, որ այդպիսի մի միություն պիտի լինի մեր եւ Աստծո միջև։ Երբ որ ասենք խոսենք, շատ մանրուկներուն չերտանք, որովհետև մեզ լսողները, մեծամասնությունը պիտի սկսին մտածել, որ սեքսի մասին է։ Միությունը սեքսի մասին չէ։ Այս աշխարհիս վրա սեքսն է, սեքսի միությունն է ամուսնության մեջը, սա է որ ամենամոդիկ մեզի կարող է բանել, բայց այդ միությունը, ինչպես որ տեսնում ենք մերաբետներ, վարդապետներ, ովքեր իրապես այնքան լավ հասկանում են այդ ամենը եւ այնքան խորը միություն ունին Աստծո հետ, որ իրապես ամբողջովին դարբեր մի աշխարհ է։ Եվ որ մենք գմտածենք այդ ամենի մասին եւ մինչև վերջը փնտրում ենք բզիկ բաներ, որ մեզ ավելի
բացատրությունն ավելի հասկացնեն եւ նաեւ եկեցին ինչ որ սովորեցնում է այն է որ մենք բոլորս պիտի միանանք Հիսուսին պիտի լինենք իր մարմնի անդամները եւ երբ որ մենք կլինենք Հիսուսի մարմնի անդամները մենք միանում ենք Սուրբ Յորդության հետ Հիսուսի միջոցով որովհետեւ առանց Հիսուսի մենք չենք կարող Սուրբ Յորդության հետ հարաբերություն ունենալ Հիսուսին պիտի միանա եւ այդ Հիսուսին միանալը դե ինչ որ ես հիմա ցեզ ասում եմ ոչ մի քրկի մեջ պիտի չգտնեք բայց երբ որ մտածեք կտեսնեք որ սա է բանական բացատրությունը այս ամենուն այս ամենը ինչ որ ցեզ ասում եմ Աստվածաշունչի մեջն է ուրեմն երբ որ խոսում եմ ցեզ սրա մասին երկինքը մեր միությունն է եւ իրարու հետ եւ Աստծո հետ սա Աստծո հետ սուպերության հետ միությունը որը դայք ունենա Հիսուսի մարմնի մեջ եւ այդ Հիսուսի մարմնի մեջ մեր միությունը մենք միաժամանակ եւ ասել մասին սուրբերը այնքան քերացիկ ցավով քրում են խոսած ժամանակ ամենը ավելի հիմա միտքս կուկա Սուրբ Օգոստինոսի քրությունը որ Հիսուս որպես գլուխ աղոթում է մեզ համար մենք աղոթում ենք իր մեջը նույն ժամանակ որ ինքը աղոթում է մեզ համար աղոթում է մեր մեջը մենք աղոթում ենք իրեն մեջը եւ ինքն է որ այս ամենը ներկայացնում է հոր Աստծուն իր միջոցով է որ միան այս ամենը դեր ունենա եւ սա չափազանց սերտ միություն է եւ Սուրբ Օգոստինոսը իրապես ահագին այս ամենուն մասին մտածած էր եւ մտածած էր իր կյանքի մասին թե իր կյանքը ինչ իմաստ ունի ինչպես բացատրե իր բոլոր զգացումները եւ սա անշուշտ նաեւ Աստծո շնորհքն է ուրեմն նորեն այսօր եւս կարդում էի Սուրբ Պողոսի քրությունների մեջը որ Աստված գառուցում է իր եկեղեցին բայց եկեղեցին ոչ թե որպես շենք որպես տաճար բայց ինչպես եւ Սուրբ Պողոս խոսում է սրա մասին եւ Սուրբ Պետրոս մենք կենտանի քարերն ենք մենք անդամներն ենք Հիսուսի մարմնին եւ մենք կենտանի քարերն ենք այդ տաճարին որու մեջը Աստծո պաշտամունքը դեղի ունենում եւ այդ պաշտամունքը դեղի ունենում ինչպես կարդում ենք հայտնության գիրքի մեջը Հիսուսի միջոցով գարը որ մորթված է բայց կաբրի գարն է որ ներկայացնում է այդ ամենը հոր Աստծուն միևնույն ժամանակ մեղքերի կավության համար է բայց անգե ավելի կարևորը այն է որ Աստծուն պիտի մատուցվի այդ հավիտենական պաշտամունքը դեսեք ասածներս չափազանց բարձ են բայց բարձ երբեք չի նշանակել հեշտ կարող է որ 2-3 օր պետք է մտածեք որպեսզի ծայր այս ամեն մասերը կովկովի բերեք ձեր մտքին մեջը ավելի հստականա եւ այո դիտեք այս հիմա կայեմ խոսքս մեկ-երկու անգամ դիտեք կամ 3 անգամ չեմ գիտեր քանի անգամ որպեսզի շատ բաներ կա որ հիմա խոսած ժամանակը ձեր միտքը
միլիոն դե քնած եւ եկավ եւ շարունակում է եկալ։ Եվ ինչ որ անպայման դիտում ենք առանց դիտելու չի էլ ստացվում իրոք յուրով նորովի է լսվում այնքան շատ խորացավ որ ես պրիմիտիվ հարց ունեի բայց պիտի տամ սկզբից որ ասեցիք հարուցյալ մարմիններս ուրիշ ձևի են լինում հարց առաջացավ մոտս թե ինչպես հարուցյալ Քրիստոսը ձուկ կերավ աշակերտների հետ լճի մոտ Ընդունեք որ Հիսուս Աստված է։ Եթե գտնեք որ Հիսուս Աստված է, կրնա ամեն ինչ անել, չէ՞։ Իր մարմինը գարիքը չուներ այդ ուդելուն։ Բայց նաև ինգդագարանին մեջն էլ կարդում ենք, Աստված եկավ Աբրահամի կողը, Աբրահամը անասուն մորտեց իրեն գերագրեց։ Ինչ էր անիգա։ Մեր խելքը այնքան բզիկ է, որ ասպաները չեն կրնար հասկանալ։ Ամեն մեկ իր բացատրությունը գուտա, բայց ինչ է ճշմարտությունը եւ ամբողջությունը եւ որքանով պետք ունի ես այդ ամենը գիտենալու։ Երբ որ Պետրոս ասում է, որ Հիսուս իրենց հետ էր եւ 40 օր իրենց հետ գերավ, եկավ, խոսեց եւ գերավ, սեղան նստեց իրենց հետ։ Որքան կարևոր է, որ մանրամասնության երտանք ինչու՞ չէ։ Բայց մեկ բան գիտենանք, որ մեր ուղեղը այնքան բզդիկ է, որ չեն կրնար այս ամենը մեջ խոթել։ Չեն կրնար։ Բույվ է մի բանի մասին, որ մի քիչ ավելի խորանում ենք, վերջ ստիպված ենք շատ անգամ հրաժարվել մտածելուց, որովհետև հասկանում ենք, որ չեն կարող հասկանալ։ Եվ այսինքն ինձ համար իմ մտածած ձևս Հիսուս կարիք չուներ ուտելու, բայց նաև կարող էր ուտել։ Եվ արեց, որպեսզի աշակերտները չմտածեին, որ ուրվական է։ Այո, ինքը կարող էր անել։ Բայց այսօր, երբ որ կմտածենք, եւ ասենք, որ եթե ինքը կարող էր ուտել, մենք եւ պիտի մտածենք, որ այդ 100 միլիարդ եւ ավելի ժողովուրդը որ պիտի լինեն, որքան միս պետք է մեզի օրական, չէ՞։ Որքան հաց պետք է եւ մնացածը։ Եվ երբ կներեք, ես կսիրեմ այս բանը, եթե ուտել խմել լինի, ինչ որ ես խնդիրներ ունեցել եմ, անոր համար սա մտքիս միշտ մեջ է զուգարանի խնդիրը կմտածեմ։ Երբ որ ուտելու մասը կա, միշտ զուգարանը կմտածեմ։ Երբ որ մեծ տիվով բան ժողովուրդ կա, զուգարանը ինչ պիտի լա։ Ինչպես որ եթե 600,000 հրյա թողեցին Եգիպտոսը եւ անաբադին մեջն էին, Ապա անաբադը մեկ շաբթվա մեջը գլեցնեին, ինչ պիտի դեին, ինչ, տեսակ ունդեղ հարցեր կան բան կան, ինչ է վեցը, անոնք ամենը մեկ դիտենենք, ուրեմն, խոսացինք թե ինչ է երկին կա, և հաջորդ հարցումը, ինչ է տժող կա, տժողը նորեն վայր չէ, և միշտ կսիրենք մենք բան խոսիր տժողքի մասին, որպես գրակ, չի հատնիր, բայց այսօր գրակը չէ ամենամեծ բանը
դարաբանկը եւ դժախքի դարաբանկը միայն մեկ բան է հասկանալ ճշմարտությունը հասկանալ ինչ կորսնցեցինք եւ այդ գորուստն է որ մեզ պիտի դանչե ամեն կերպով եւ մարդիկ դարբեր ծևերով պատմությունները դարբեր ծևերով նույնիսկ սուրբերը դարբեր դեսիլքներ ունեցած են դժախքի ինչ գիտնամիջ եւ կավարանի եւ իրենք մեզ ամեն մեկը մի բան ասում է բայց աստվածաշունչը մեզի չի ասում միայն թե Հիսուս ասում է որ հոն պիտի լինի չարչարանք բայց չարչարանքը մի բան է դարաբանկը ուրիշ եւ ուն խնդիրը դարաբանկն է դեղ չէ այլ մեր վիճակը աստված չնե ոչ մեկերնից չոնչի լինենք վիճակը այդ անձը որ գտնվում է դժոխքի մեջ վիճակը այն է որ ինքը չափազանց լավ հասկանում է աստծո բարությունը աստծո գեղեցկությունը եւ այդ ամեն եւ այսինքն երբ որ քո մեջդ այնքան մեծ բաբակ կա ճուրի որ անպայման մի կաթիլ ճուր կուզես եւ սա է որ բան Հիսուս այդ բանին մեջը արագին մեջը Ղազարոսի արագին մեջը Ղազարոսի եւ Արուստա մադը տատխե ճուրին մեջը երբ որ հոդե գրակա այդ մադը տատխեց իրեն բերանը պիտի հասնի սա է որքան մեծ բաբակ կա բաբակը ճշմարտության բաբակը գեղեցկության բաբակը սիրո եւ կտեսնես գա հոն է բայց իրավունք չունիս տանջանքի վայր է դարաբանկի վայր է եւ վերջ չունի այնքան դժվար է հասկանալ այս ամենը եւ նաեւ կան անցիկ ովքեր երբ խոսում են Հիսուսի սիրո մասին աստծո սիրո մասին իրենք այնպես ներկայացնում են որ սա սխալ վարդապետություն է ներկայացնում են որ անկարելի անհնարին է որ Աստված հավիտենական անի դժոխքը պետք է որ մի կերպ լինի որ հավիտենական չլինի այլ որոշ դարաբանկե բանի հետո իրենք պիտի լինեն Աստծո հետ այս ձևով է որ որոշ անցիկ պատմության մեջը բանրած են ածևով մտածած են բայց եկեցին հերքում է ասում են ոչ ասանք բան չի գա Վարդապետ Սուրբ Հայրերը շատերն ասում են, որ դա դժոխքը դա Աստծո բացակայությունն է, բայց գիտենք, որ ոչ մի բան չկա այս աշխարհի մեջ, որտեղ Աստված չլինի։ Այսինքն ստացվում է, որ Աստված դժոխքի մեջ է նաև։ Սաղմոսերգուն էլ է, չէ՞, այդպես ասում է իջնեմ դժոխք, դու այնտեղ ես, ուր փախչեմ քեզանից։ նորեն մենք մարդկային պատկերներ կործածում ենք մարդկային պատկերներ կործածում ենք այսօր խավարը գոյություն ունի խավարը գոյություն չունի խավարը լույսի բագասն է եթե լույս կա խավար չի կնար լինում չէ
Այո, բայց մե Աստծո ողջ արարչությունը գտնվում է Աստծո մեջ, այդպես չէ։ Սաղ սրբազան մեր պատրիարքն տեսեք, երբ որ տուն ասեղով խոսում ես, տուն մտածում ես դարածքի մասին, մտածում ես ժամանակի մասին, մտածում ես նյութի մասին, անոնց մեջ դուրս ինչպես պիտի կաս։ Այսինքն դժողքը նույնպես հավիտենականության մեջ է եւ այս ժամանակից դուրս բան է։ Եվ ժամանակից եւ դարածքից դուրս է։ Եվ նյութ արժե։ Բայց եւ որ մենք մեր կրոնագիտության մասին Հապա ինչպես է Սաղմոսերքում ասում, որ եթե իջնեմ դժող դու այնտեղ ես։ դες պարերը նայիր եւ դες իջնում է դժող ինքը իջնում է մի վայր մարդկային խոսելու ցև է արևը ամեն օր գծակի չէ Հասկացա։ դες հրավիրում եմ մի քիչ տարբեր ձևով մտածեք այս ամենին եւ մեր աղոթքը եւ մեր մտերմությունը Հիսուսի են ամբողջովին տարբեր կլինի այսօր ամենադժվար բաներն մեկը այն է որ հոս շատ հեշտությամբ կհավատաս որ Հիսուս սուրբարության մեջ է Հիսուսի հետ միանում ես երբ որ սուրբարությունը ընդունում ես բայց ընդունել սուրբարությունը որպես ընկեր որպես անձ որու հետ հարաբերություն գուզես ունենալ որքան դժվար է չէ բայց ասե որ մենք ինքը մեզ հրավիրում է այս մտերմության որ իր հետը այդ ցևով վարվենք իրական անձ լինի մեզ համար այսօր երբ որ եկեցի երտաս եւ եկեցի որ երտաս խնդիր միան հայկականը միան ասկաման չէ ո՞և է աշխարհից մեջ քանի օքի գա որ հոնդա իրապես հավատում է որ Հիսուս հաղորդության մեջ է նույնիսկ անոնք բոլորը ովքեր ասում են որ այո հավատում եմ հոս հավատում է բայց սրտին մեջը հարաբերություն ունի այդ Հիսուսին հետ ես կսիրեմ երեխաներին բանել երբ որ լինես մի տահլիճի մեջը ուր հիմա եթե խոսենք որպես կատողիկ է ուր հրոմի բաբը գա ինչպես կնստիս ինչպես կմոտենաս ինչպես դուրս կերտաս ացենյակեն հիմա երբ որ գնայս մարդիկ որ գմտնեն գերեն եկեցի քանի օքի կարծում ես որ մտնում են մի վայր որ սուրբ է եւ դիեզերքի արարիչը հոն է հատուկ կերպով ուրեմն հաջորդ հարցումը հրեշտակը ինչ է հրեշտակը մեզ չի բացատրում որովհետեւ մենք գիտենք մարմինը գիտենք հոգին
Գիտենք մարդը, որ երկուսից բաղկացած է, իսկ հրեշտակը ինչ է։ Եվ հրեշտակ բառը կնշանակե առաքված։ Հրեշտակը պատգամավորն է։ Եվ Սուրբ Պետրոսի քրությունների մեջ տեսնում ենք, որ հոն գա յոթը դարբեր տեսակի էակներ, որ մարմին չունեն եւ Աստծո ծառայության եւ քվապանության մասնամուքի մեջն են։ Հիմա մնացածին մասին շատ անգամ կարևոր չէ, որ մենք մտածենք, բայց հրեշտակը որպես այդ հրեշտակ, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին տված է, սրա մասին պետք է խոսենք եւ երկար խոսենք եւ հաճախ խոսենք եւ շատերի խոսենք։ Եվ ծերերին խոսենք, եւ երիտասարդներին, եւ փոքրերին, բոլորին խոսենք հրեշտակի մասին։ Մեզանից յուրաքանչյուրը ունի բավական հրեշտակ։ Եվ բավական հրեշտակը անշուշտ իրական մի բան է։ Միանգիս մեջ ես մեկ անգամ շատ ուշեր փորձառություն ունեցած եմ իմ հրեշտակից վերաբերյալ։ Մարմնով ես տեղափոխված էի, որպեսզի վնաս չհասնի ինձ։ 9 տարեկան էի։ Ուրեմն հրեշտակը մեզանից յուրաքանչյուրը ունի այդ հրեշտակը, բայց նաև Աստված ունի միլիարդավոր հրեշտակներ։ Արդեն միլիարդավոր հրեշտակներ կան, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ունենք մենք մեր հրեշտակը, եւ Աստված կարիք չունի, որ նույն հրեշտակին դարբեր գործեր դա այդ իմաստով, որ դա դարբեր անձերի բավական հրեշտակը լինի։ Ասած նորը ստեղծում է ամեն հոգի ստեղծելուց, ամեն մարդկային հոգի ստեղծելուց, ասված նաև ստեղծում է նոր հրեշտակ, բավական հրեշտակ։ Արտապետ ջան, բայց դուք այն անցած տարի ասացիք, որ հրեշտակների ստեղծելուց հետո մի անգամ է ստեղծել Աստված, եւ այլևս այդ երկնային էակներին մի անգամ ստեղծեց։ Այստեղ ասացիք, հիշում եմ, կարող է սխալվում եմ, որ երբ ընկավ սատանան, ազատ կամքը վերցվեց, եւ ես գիտեմ, այդ ձև եմ հասկացել, որ հրեշտակները չի ստեղծում, այսինքն ինչ ստեղծված է։ Այո, այդ 6-7 դարբեր տեսակները մեկ անգամ ստեղծված են, մեկ անգամ ընդմիշտ, բայց մեզանից յուրաքանչյուրը ընդունում է մի բավական հրեշտակ։ Անոնք այլևս իրենց բան չի դրվում ընդունել կամ չընդունել Աստծուն։ Իրենք ստեղծվում են եւ ինչպես եմ այդ առաջին հրեշտակների ազատությունը Աստծուն ընդունելու կամ հակառակ լինելու դա այլևս չի դրվում։ Սկիզբը եղած է եւ անոնք որ Աստծո կողմ եղան, անոնք որ Աստծո դեմ եղան, մեկ անգամ միշտ վերջացավ, բայց
շարունակվում է հրեշտակների պահապան հրեշտակների բանը ստեղծումը շարունակվում է ինչպես որ մարդուս հոգու ստեղծումը որովհետև ասած մարդուս հոգին ամեն անգամ ստեղծում է նույնիսկ անոնք որ մի քանի օր ապրում են կամ այսինքն նույնիսկ ոչ թե ապրում են ծնունդեն հետո այլ որպես բդու մի քանի օր ապրում են իրենք բոլորը հոգի ունեն եւ ունեն իրենց հրեշտակը բայց այսօր մասին ես 100%-ով ապահով չեմ գնալ խոսիլ որ իրենք անպայման առաջին վարքյանեն ունեն հրեշտակը հնարավոր է որ ծնունդին է որ արքանտեն դուրս գալուց հետո է որ ունենում է պահապան հրեշտակը on բաներ են որ շատ հստակ չեմ այնպես որ ինչ որ ես ապահով չեմ խոսիր շատ բարի ուրիշ հարցումներ կան Հայր Անտոն, այո, ես հիշում եմ, որ դասի գնում հենց առաջի խոստովանության այդ ժամանակ մեզ ասեցին, որ ամեն երեխա, որ ծնվում է պահապան հրեշտակով։ այո Բայց եթե որ մկրտությունը չստացավ, այսինքն ծնվեց ու միանգամից մահացավ, այսինքն գնում է դժոխք, դա ոնց հասկանամ, չեմ ուզում հավատալ։ Դե ամեղ երեխա է, սկզբնական մեղքից։ ես չեմ հավատար որ այդ բանը չի մկրտվածը դժոխք կերտա Եկեղեցին այնպես չի սորվեցներ Եկեղեցին հոնդեղը մեծ հարցմաննշան ունի եւ որոշ աստվածաբաններ պատմության մեջը մեզ ներկայացնում են լիմբոս մի գացություն որ իրենք ոչ երջանկություն ունին աստծո տեսնելու եւ ոչ ալ դժոխքի դարաբանք ունեն ոչ մեկը ոչ մյուսը Սուրբ Թոմաս Ակվինացին երբ խոսում է սկզբնական մեղքի մասին ինքը դարբեր ցևով մեկնաբանում է եւ ասում է որ երբ որ երեխան սկսում է մեծանալ երբ որ ինքը սկսում է բարին ընտրել այդ իրեն բարի ընտրելը խնդիրը լուծում է իրեն համար Ոնդեղ բավականին այսինքն մեծ հարցմաննշաններ կան որ դարբեր աստվածաբաններ դարբեր ձևով խոսում եւ մեկնաբանում են այնպես որ հաջորդ բան ուրիշ մի բան որ կա այն է որ մկրտությունը երբ որ մենք ապրում ենք մկրտությունը անպայման ճուրով պիտի լինի բայց կա նաև արյունի մկրտություն երբ որ մեկը սպանվում է իր քրիստոնյա հավատքի համար եւ նաև կա ցանկության մկրտություն ասենք որքան ավելի կխորանաս ավելի կտեսնես որ ոչինչ չի գա որ 1000%-ով հստակ ներկայացվում է շատ բաներ կան որ մենք չենք հասկանալ եւ անորոշ շատ ավելի լավ է որ մենք բաց ցևով այդ ամենին նայենք խոսենք մարդկանց որ մկրտությունը անհրաժեշտություն է եւ երբ որ գնայինք արևմուտքի մեջը իրենք մանուկներին շատ արագ կմկրտեին նույնիսկ առաջին օրը եւ արևմուտքի մեջը լատիներեն կողը մկրտությունը ամբողջովին տարբեր է որովհետեւ
մգրդությունը զադե, թրոշմը զադե, հաղորդությունը զադե։ Մեր կողը կաթողիկներս, հայ կաթողիկներս, մգրդությունը եւ թրոշմը միասին է։ Իր առաքելականներին կողը մգրդություն, թրոշում եւ հաղորդությունը երեքը միասին են, նույնիսկ եթե մեկշապլական է երեխան։ Իսկ Եվրոպայի մեջը նույն օրը ոչ մեկը եկեցի չեր երտար, բացի բաբան դայակը կամ մեկը գարներ մանուկը կամ բաբան գարներ մանուկը երտար եկեցի եւ բզիկ արարողությունը միայն ճուրը տապելով եւ ասելով մգրդում եմ քեզ անոր օրդրեվոքին սրբով այդ ծևով մգրդում էին բայց հետո մգրդության արարողություն տեղի է ունենում մի քանի շաբաթ հետո որովհետեւ իրենց մտածելակերպը եւ սորվեցածը միջև այսօր նույնն է չի փոխվի որ որքան շուտ մարդս սատանայի իշխանությունից դուրս գա եւ լինի Աստծո զավակ այնքան ավելի լավ է սա է որ մեր ժողովուրդը հայ ժողովուրդը չուզելաց հասկանալ եւ կարեւոր է քեֆը այնքան աբուշություն է այս քեֆի խնդիրը չկրնալ Երևանի այսօր 22-23 տարվա մեջը ես միայն մեկ ընտանիքի կարողացել եմ բանիկի մեջը համոզել որ քեֆ չնեն ծուլ մորտեցին ծուլին գեսը աղքաներուն բաժնեցին մյուս կեսը ձերանոց որպանոց տարին իրենք այդ մատաղին հետը կորչ չունեին իրենք 7-8 հոգիով մգրդություն արեցին ոչ կեֆ ոչ բամբա միակ ընտանիքն է 22-23 տարվա մեջը որ կարողացա բացատրել որ մգրդությունը քեֆի հետ կորչ չունի ինչ է հարցում ունեք Այո, որ երեխան փոքր է մկրտությունը ավելի Աստծուն մոտիկանում ենք բայց որ գիտակցաբար մեծանում հետո են մկրտում գիտակցաբար են մկրտվում դա ոնց երբ որ մանուկը մկրտվում է մանուկը գներեք ինչ որ մենք ունենք Հայաստանի մեջ իրավես չափազանց աղավաղված բան է որովհետև կնկահայրը խնդիրն ալկա ով է կնկահայրը Քերտաստանի կնկահայրն է որ քանի սերունդ է իվեր ինքը եղած է բայց ինքը ոչ էլ եկեցի երտա եւ կադեներ ես ինձ հարց կտամ որ արդյոք այդ կնկահայրը մկրտված է այդ խնդիրն ալկա ուրեմն երեխան մկրտվում է ծնողքի հավատքին մեջը Այո բայց մեր երեխին ես երկու հատ երեխա ունեմ աղջիկ են Մյուսին կարող եմ եկեղեցի տանել, մյուսին ոչ մի կերպ չեմ կարող համոզեմ, որ եկեղեցի կա։ Նույն ծնողն եմ։ Նույն ծնողն է, իր փորձառությունը դարբեր է, ամեն մեկում փորձառությունը դարբեր եղած է, բայց եւ այնպես քուբարդականությունն է շարունակաբար աղոթել մինչև որ ինքը ընդունի բաննա Spesem. Che siamo poi per Pandam. Սուպոգոսինոսը 30 տարեկանին ավելի մեծ էր, երբ որ մգրտվեց եւ մինչեւ այդ ժամանակ մաման ամեն օր աղոթում էր իրեն համար։ Ամեն օր աղոթում էր։ Որպեսզի եկեցի երտա, որպեսզի ընդունի քրիստոնեությունը։ Իսկ երբ որ մկրտվում է, մկրտության ժամանակ 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 մկրտության ժամանակ
Սա իրականության մեջ փորձություն է, փորձանք չէ, փորձություն է, որ Աստված մեր համբերությունը կփորձե, եւ Աստված անհնարին է, որ մամային աղոթքը չլսե, անհնարին է, բայց մաման Ես զգում եմ, որ լսում եմ աղոթքները, ես շատ անգամ եմ ուղղում։ անպայման կլսե, չի կարող չի լսել։ Հրեական Թալմուդին մեջ է մի գսե որ մոր արցունքները Աստծո երեսի վրա ընկնում են։ Այսինքն գազես Աստված ինքն է որ լաց է լինում։ Այո։ Շնորհակալություն Հայր Անտոն։ Սիրով։ Թապետ ժամանակը լրացել է։ Բայց Լրացել է։ եթե կարելի է պատմեիք ինչ դեպք է տեղի ունեցել ձեզ հետ 9 տարեկանում։ Ինչպես 9 տարեկանում ձեզ հետ ինչ դեպք է տեղի ունեցել կարելի է իմանալ։ Մեծ մաման է եւ այսինքն նաեւ մեծ բան է որ ես կապրիմ եթե դա չլիներ չպիտի ապրեի որովհետեւ ես փողոցին մեջտեղն էի եւ ավտոն արագ գալիս էր պիտի սառներ պիտի խփեր ինձ եւ չեմ գիտեր ինչպես ես զգացի որ ինձ մեկը վերցուց եւ մայթին վրան դրավ եւ երբ որ հիմա հիշում եմ ինչպես բաբային լսի որովհետև բաբայինքով գնում էի իր խանութը եւ բաբային լսի որ հրեշտակը ինձ փոխադրեց որովհետև մարդիկ հավաքվեցին բաների որովհետև ամեն կարծում էր որ անպայման ինձ պամա եղած պիտի լիներ բայց բարկասը չա Գերվասած չերուզեր որ այդ ժամանակ մերնեի Աստծո կամքը օրհնյալ լինի Ամեն վարդապետ ջան շատ շնորհակալ Իսկ Հայր Անտոն, մարդու արցունքներին Աստված աղոթների պես կարող է արձագանքել եւ ընդունել եւ ինչ որ օրհնություններ տալ արցունքների դիմաց լացի։ Գահամունի թե ինչու արցունք ունիս որովհետև աղոթքը մենք սխալ կհասկանանք աղոթքը դարբեր է աղոթք անելը դարբեր է եւ աղոթք ասելը դարբեր է նույն բանը չէ որովհետև երբ որ կարդում ենք մենք բանը Բողոսի նամակը ռոմեացիներին դա 8-րդ գլուխ ասում է որ մենք չենք գիտեր աղոթել Սուրբ Հոգին է Սուրբ չէ ասում Հոգին է Աստծո Հոգին է որ մեր մեջը ինքն է որ այդ ամենը ներկայացնում է Աստծուն բայց ոչ բարերով այդ մեր ներքին ամբողջ ցանկությունը բաղադանքը այդ ամենը որ չեն կարող նույնիսկ բարերի վերածել այդ ամենը հոգին է որ հասկանում է Աստծո հոգին է որ հասկանում է մեր ներսը աղոթները կրնաս միլիոն աղոթք ասել աղոթք ասելը ինչ է չափազանց կարևոր է անշուշտ Հիսուսը նաև մեզ զորվեցրեց հայրմերը, բայց հայրմերը նայել բան չէ, ասվելիք աղոթք չէ, այլ ամբողջ կյանքի բան է, ծրագիր է։ Ասած մեզ հրավիրում է, բարձրանանք, գնանք իրեն և ավելի լավ տեսեք այսօր
70 տարի է վեր ամեն օր ես ավետարանը կգարտամ եւ միշտ նորություն կա մեջը միշտ նորություն կա նոր ցևով հասկանում եմ ամենը եթե առակ կարտած պատմություն է կարտացած կհիշեմ ասկե քանի տարի առաջ էր 18-19 տարի առաջ էր Հայաստան էի եւ Ֆրանսիա կացել էի ուր որ Հիսուս երևացել էր իր սիրտի մասին խոսելու այդ Մարի Մադլենա Ալակոկ անոր երևաց եւ անոր պատրաստ այդ վայրերը գտնվում էին ունդեի վարտավեդը անրավ որ սա որպեսի թունքեզի բես տարբեր ծևով կարտա ասվածաշունչը մի լեզվով որ շատ լավ չես գիտեր որպեսի ավելի հստակ բան մտածես եւ հասկանաս բայց կարիքը չունեի ես այդպես անելու որովհետեւ արևելահայերենը ինձ համար նորություն էր Հայաստանի մեջ ես արևմտահայերեն գարտում էի բայց նաեւ ասեմ որ հայերեն թարգմանությունները լավագույնը չեն ուրեմն ավելի ես տարբեր քովս 6 տարբեր լեզուներով ունիմ աստվածաշունչը եւ բախտadելով գարտում եմ որ ավելի լավ կարողանամ հասկանալ եւ ավելի մտածել տարբեր դողերի մասին ամեն անգամ տարբեր դողերի մասին կմտածեմ Okay. Բարի գիշեր ասեմ ձեր բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի